Շարթր տաճար, Ֆրանսիա։ Համարվելով գոթական ճարտարապետության գլուխգործոց, իր հրաշալի փորագրություններով ու գունավոր ապակիներով հանրահայտ միջնադարյան Շարթր տաճարը հիմնադրվել է Փարիզից մոտավորապես 50 մղոն 80 կիլոմետր հեռավորության վրա։ Ներկա շինությունը կառուցվել է 1194-ից 1220 թվականները, ավելի վաղ կառուցված ռոմանական ոճի տաճարի տեղում։ Նորացված տարբերակում, որում այժմ ներառում են վսեմաշուք նավը եւ 300 ոտնաչափ 100 մետր բարձրությամբ բարձրադիր սրածողերը, որոնցից մեկը մտնում է աշխարհի ամենաբարձր սրածողերի առաջին տասնյակի մեջ, դեռևս պահպանվում է Կույս Մարիամի պարեգոտը։ Պարեգոտը 876 թվականին Շարտրին է նվիրել Ճաղատ Շառլը Երուսաղեմից իր վերադարձի կապակցությամբ։ Այս մասունքի արկայությունը նշանակում է, որ տաճարը հարյուրավոր տարիներ եղել է Կույս Մարիամին պաշտողների հիմնական ուխտատեղին։ Տաճարի նավը հսկայական չափեր ունի՝ 427 ոտնաչափ 142 մետր երկարություն եւ 121 ոտնաչափ 40 մետր բարձրություն, իսկ խաչ հիշեցնող նախագծի համաձայն կառուցված շինությունը ամբողջացնում են դեպի հյուսիս եւ հարավ տարածվող լայնակի նավերը։ Վսեմաշուք թաղերը հենված են նորարարություն համարվող կամարաձև որմնահեցերի վրա, որոնք ոչ միայն ապահովում են բարձրությունը, այլև տեղ են բացում գունավոր ապակիներով շքեղ պատուհանների համար։ Ապակին հրաշալիորեն պատկերում է վառ կապույտը, հատկապես Մարիամին եւ Մանուկ Հիսուսին ցույց տվող պատուհանում։ Մեզ հասած ավելի քան 150 կտորների մեջ, որոնք միասին համարվում են միջնադարյան ապակեգործության ամենահրաշալի հավաքածուներից մեկը, առանձնանում է ցնցող վարդագույն պատուհանը, բարդ շրջանաձև կառուցվածքով, որը նվիրել է Ֆրանսիայի թագուհի Բլանշ Կաստիլիացին։ Քարի վրա փորագրված սրերով զինվորները աստվածաշնչյան թեմաներով ստեղծված քանդակների հետ միասին ստեղծում են բարձր արվեստի ճոխ միջավայր, որը տաճարը դարձնում է աշխարհի ամենաշքեղ տաճարներից մեկը։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Արթուր Կարապետյանը։